Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Բեյրութի Մխիթարյան վարժարանի ընդհանուր տնօրեն Նարեկ Հայրկորյուն Ժանանյանի հետ։ Հայրկորյուն, շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեզ։ Շատ շնորհակալություն ձեզի եւ ձեր խումբին։ Վերջին ամիսներին Լիբանանը հայտնվել էր լարված իրավիճակում, հետաքրքիր է ձեր գալուց առաջ ինչ իրավիճակ էր երկրում, հաշվի առնելով Իսրայելի հետ սկսված հակամարտությունը։ Արդեն այս հակամարտությունը, ինչպես գիտեք, 2023-ին մեր շրջանի մեջն է եւ իմաստան որի Լիբանանի մեջ ալ դժբախտաբար բավական ծանր իրավիճակ մնե, մանավանդ գաղթականները Հիսուսեն հարավեն մերկով գուկան եւ մեր շրջանները բավական վարժարաններու մեջ pedagogan Գաբրին տնտեսական վիճակը եւ սոցիալական վիճակը բավական ծանր է, բայց գրծածից չափ մեր բարեկամներու, պետություն բարեկամներու, մեր հանցախումբներու հետ աշխատելով գուզենք հաղթահարել այս դժվարությունները եւ մեր համայնքներուն ալ գրծածից չափ ապահովություն եւ կուրկուրանք ցուցաբերել։ Իսկ օդանավակայանը ինչպես է աշխատում, թռիչքները բնականon էին երբ գալիս եք դեպի Հայաստան։ Այժմ բավական, այսինքն գազմավորված է, մանավանդ Middle East Airlines-ը Լիբանանի pedagogan օդանավակայանը եւ իրենց խումբը աշխատին, վստահաբար ոստեղ մեծ տեր ունի օտագայանի ընդանուր ապահովական հանցախումբի պետը, որ մեզի լավ բարեկամ է, Համիդ Քֆուրին, ինքը համագործակցաբար մյուս pedagogan խումբերու հետ գրծածին չափ կապահովեն, որ երթու դարձը լիբանանցիներուն ապահովելա։ Եվ խոսենք վարժարանի մասին, հետաքրքիր է այս հակամարտության հետևանքով ինչ վնասներ է կրել վարժարանը, հենց շենքը, միգուցե եւ նաեւ գործունեությունը որքանով է տուժել։ Պարկ Աստծո, որ շենքը իբր գարույց որևէ մեկ վնաս տակավին չի հասավ, հույսով որ չի հասնի երբեք, մանավանդ որ մեր շրջաններում վրա հարձակումներ չենք տեսներ։ Որ հատվածում է գտնվում Նյու Ռաուդաշդեյդի, այսինքն Բեյրութ Բուրչամուտ շրջանը, Հայացոց մեր շրջանը, ճիշտ 7 վայրկյան 7 րոպե մինչև Մերկով գահստինք։ Փոքրիկ բլրան վրա է մեր վարժարանը, շրջապատված բավական ծառերով, ապահով շրջան մնե եւ բավական գեղեցիկ դեսարանով տևիձով գնայի։ Ասի շատ մեծ հարստություն է մեր վարժարանի եւ շրջանագին համար, որովհետեւ դժբախտաբար երբ բավական շենքեր կգառուցվի ամենուրեք, ինչպես Երևանն նույնպես, ծառերը, անդարները գնվազին, մեր շրջանը բարեբախտաբար բավականին հոգ կդանինք, որ այդ ծառերը մնան եւ օգտագործվին մեր աշակերտներու կողմէ։ Այսինքն մենք շրջանի մեջ գտնամ հոսալ փոխանցել ցեզի open air classroom ունենք, բացօթյա դասարան ծառերուն տակ։ Ասիկա շատ գեղեցիկ գաղափարը ունեցանք ամբողջ մեր Մխիթարյան վարժարանի անցագազմով, արդեն 5-րդ տարին է, որ մեր աշակերտները գրեթե ամեն օր մեկ բահ դարբեր դասարաններ գանցնեն դուրսը բացօթյա անդարի մեծ ծառերու մեջ, աթոր սեղանգա, գրադախտագունին, ինչ որ պետք է շատ անգամ գրավորներ, քննություններ գնեն եւ գուզեմ նշել ոստեղ անցյալ տարի 11-րդ դասարանի մեր աշակերտները ֆիզիկսի քննություններին եւ յետքը արդյունքներում մեջ մենք ուզեցինք նայել եւ ստուգել շատ ավելի արդյունավետ քննություն հրաձեին կան թե դասարանի մեջ որ շրջապատված են 4 պատերով ադորամար գրծածից չափ բնության հոգ կդանինք եւ գվարժեցնենք մեր աշակերտներուն քիր քրագանութենեն զատ բնությունն ալ հարկել այսինքն ինչ որ իրենք ընդհանրապես կսորվին կարողանան դուրսը շոշափել եւ այդպես ապրել ուրեմն կալով իդ մեր գարույցին դժվար օրեր անցուցինք շատ անգամ արդվա ժամը 4-ին կամ 5-ին գարտնային կստուկեինք լուրերը որ ադոր հիման վրա մեսեջներ ուղարկենք մեր ծնողներուն բասի վարորդներուն եթե կարող են դբրոցաճախել կալ թե ոչ այսինքն նաև հերու շրջաններից են հերու շրջաններ են բայց դժբախտաբար այլևս կոնտրոլե դուրս էր ամեն բան օտանավները ամենուրեք ցայները գլսվեին երեխաները մանավանդ հարձակումները գլային Բեյրութի մեջ արդվա ժամը 3-ին 4-ին այսինքն երեխաները ծնողները բարգացածին ցայներեն ռմբակոծումները գարտնային եւ բավական 6 ամիս 7 ամիս բավական ծանր իրավիճակի մեջ ապրեցանք շատ մահայեր եւ շրջանի բնակիչներ Բեյրութ, Ժդայդե աշրջանները որ հայացոց շրջաններ են քյուղերը ելան հերանալով Բեյրութեն
բայց հոնալ այլևս հերու էր իրենց գործերուն, իրենց վարժարաններուն։ Ադորամար գստուկեինք արդուգանող գնայինք մեր շրջագայքի վարժարանները ինչ կնեն, մենք միասին գաբի մեջ ենք կխոսեինք դարբեր վարժարաններու նորեններու հետ, դուք ապահով եք, մենք ապահով ենք, ովևէ մեկ հարցի լավ ցերկովը, ովևէ մեկ զինվորական շարժում կդեսնենք ցերկովը եւ ադորիման վրա արդվա 6-ին միշտ ժամ տրածենք մենք, ժամը 6-ին առավոտ պետք ենք ուղարկել զնոներուն մեսեջ, եթե թող հաջախեն իրենց ծավակները վարժարան, թե ոչ։ Նույնպես է մեր աշխատակիցներուն, այսինքն բավականին լարված վիճակով կկնանայինք եւ գարտնայինք, չէինք գիտեր ամեն օր հաջորդ օրը մեզ ինչ կսպասի, բայց հազար բարք որ այդ ցաներ օրերը անցան եւ հույսով որ չգրտնվին ովևէ մեկ երկրի, ովևէ մեկ ժողովրդի այսպիսի ցաներ օրեր չունենան, չդեսնեն այսպիսի ցաներ օրեր, որ մեր երեխաները, մեր ժողովուրդները խաղաղ երջանիկ կարողանան ապրել։ Այսինքն սա նաև չի ազդել, որ աշակերտների թիվը նվազի օրինակ կամ ուսուցիչների թիվը վարժարանում։ Ճիշտը բادرազմի առաջին օրերուն այս տարի 2025, 2024 հոկտեմբերին մենք ունեցանք երկու դեպք, որ հագարակ որ համացայնակիր գա եւ արկելված է երբ մեկը համացայնակրի համացայն տողե դբրոց եւ երթա, դժբախտաբար երկու ուսուցիչ ունեցանք, որ արաբական ծոց ճամփորդեցին, ցիկելով Լիբանանը եւ նորեն գսեմ դժբախտաբար դագավին հոնգաբրին եւ ճուզեցին այլևս վերադառնալ։ Այսալ մենք իբր նորենություն ընդունեցանք, որովհետեւ իրենք հոգեգան հարցերու մեջ սկսան լալ, վախ, օտոնավներու, պատրաստական օտոնավներու ցայներեն, ռմբագործումներու ցայներեն, ստիված եղան ասել, որ եթե այս համացայնակիրը պիտի չեղարգենք, դուք պետք է հոգեբանի, բժիշկ հոգեբանի կողեն մեզի դվյալներ բերեք եւ ադորիման վրա գնանք չեղարգել կոնտրան, դժբախտաբար երկու հոգի այդպես ունեցանք, իսկ եթե ընտանիք պիտի ասեմ, երկու ընտանիք ալ ունեինք, 3 ընտանիք, երկու ընտանիք Հայաստան, մեկ ընտանիք արաբական ծոց, on-line դրությամբ գեդեվեին մեր հետ, դասարաններու մեջ կամերաներ դրած էինք, արդեն ամեն մեր վարժարանի դասարանները interactive board են, լավագույն technological accessory-ները ունենք, ադոր հիման վրա կարողացանք on-line իրենց դասավանդել, բայց բարեբախտաբար այդ վերադարձան իրենք եւ արդեն 1 տարի, 1.5 տարի է մեր հետ գրգին կշարունակեն դբրոց գալ, հաջախել եւ վայելել մեր վարժարանը։ Իսկ այս պահին ընդհանուր առմամբ որքան է աշակերտների եւ ուսուցիչների թիվը վարժարանում։ 210 աշակերտ ունենք, մենք սկսանք վարժարանը 8 տարի առաջ, 40 աշակերտով սկսած էինք, այսօր 210 ենք։ Իսկ անցագազմի թիվը այսօրվա դրությամբ 65 է։ Այսօր մեջ ամբողջ մեր ուսուցչագազմը կներառե եւ աշխատակիցները, որ ամենօրյա դրությամբ մեզի օգտակար կդառնան, որ վարժարանը կարողանա շարունակել իր առաքելությունը։ Եվ վարժարանը ինչ դեր է խաղում, բացի իհարկե կրթական գործոնից, ինչ դեր ունի Լիբանանի հայկական համայնքային կյանքում, արդյոք մշակութային նախաձեռնություններ եւս ունենում եք կամ ավելի ձգտում եք միասնականություն նաև ապահովել հայերի շրջանում, ինչ այլ դեր ունի։ Ամեն ինչ։ Մխիթարյան վարժարանը եւ Մխիթարյան միապանությունը եղած է այն հոգևոր եւ գրթական հաստատությունը, որ միշտ 1700 թվականին, ինչպես արդեն մի քանի օր առաջ լսեցիք, Հայաստանի պետությունը հունլիս 22-ին 23-24 Մխիթար ապահոր մեր միապանության հիմնադրին 350-ամյակը պիտի դոնե Հայաստանի մեջ եւ երրորդ գիտաժողովը պիտի տեղի ունենա Մադենատարանի մեջ, ինչպես նաեւ պետությունը ոս վստահ շնորհակալություն իրենց բյուջեյա դրամատրած է, որ Մխիթար ապահոր մեծն Մխիթար ապահոր երկրորդ Մեսրոպ Մաշտոցին կարողանան ամենուրեք իր մասին խոսվի եւ ցանոթանա, որ իսկական հայմը իդալիո մեջ լալով ինչպես կարողացած է հայ ասկին հոգեմտավոր առաքելության մեջ շատ մեծ դեր ունենա։ Ոստի Մխիթարյան միապանությունը միշտ եղած է համախմբող հաստատություն։ Մենք գրծածից չափ բոլոր Լիբանանի մեջ գտնվող եւ Սուրիո մեջ գտնվող վարժարաններու, գուսակցություններու, հաստատություններու հետ միշտ գուզենք կպապակենք համագործակցել աշխատել հանուն մեր հայ ասկի։ Մանավանդ որ սպիրկը երբ համախմբված չլա, բաժան եթե էլա գվնասվի։ Ադորամար շատ մշակութային, ասկային, եկեղեցական դոներ գազմագերբենք,
շատ անգամ գործենք դարբեր հաստատություններու հետ գազմագերբել, դարբեր վարժարաններու հետ, հայկական վարժարաններու հետ գազմագերբել, հայգազյան համալսարանի հետ գազմագերբել, մանավանդ հայգազյան համալսարանը Սփյուռքի մեջ մեր միակ համալսարանն է եւ շատ մեծ ձևով կգնահատենք իրենց աշխատանքը։ Ուստի գսորվեցնենք մեր աշակերտներուն, որ միշտ պետք է համագործակցենք, ուր որ հայը լա, մենք իր կողքին պետք է լանք, ուր որ հայերեն անցմը գխոսի գմդածե, իրեն պետք է կաչալերենք եւ աչագիցը լանք։ Ադորամար մեր ալ վարժարանը, Մխիթարյան վարժարան Լիբանանի մեջ 2018-19 դարաշրջանին, երբ սկիզբ արավ, վստահ նախակահությամբ մեր միապանության ընդանուր մեծավորի Լիբանանի մեջ, Հերմեսոպ Սուլահյանի, այդ օրերուն մանավանդ միապանության ընդանուր մեծավորը, որ Վենեդիկ Գաբրիել arczepiskopos Levon Zekյանը, իրենց շատ մեծ շնորհակալություն, որ իրենց աշխատանքով այսօր Մխիթարյան վարժարան Լիբանանի մեջ ունի 210 աշակերտ, 210 ընտանիք բրգված են, որ հայ մնան, հայ ապրին, հայերեն մտածեն, հայերեն խոսին։ Նամանավանդ մենք ուզեցինք այդ թվականին դարբեր ոճը բերել ուսումնական ոլորտի մեջ Լիբանանի մեջ եւ գացինք Ֆինլանդիա։ Ֆինլանդիան, ինչպես գիտեք, ակադեմիական ոլորտի մեջ աշխարհի մեջ այսօր 25 տարի է առաջին դիրքերում գտնվի իրենց մոդեցումը աշակերտի հետ, ինչպես է իրենց մոդեցումը ուսուցչագազմի հետ, ինչպես է եւ ծնողքի հետ, ինչպես է։ Ես անցամբ 3 անգամ գրծա ճամփորդել Ֆինլանդ եւ բավական շատ գեղեցիկ ուսումնական վարժարաններ, հաստատություններ, համալսարաններ այցելեցի եւ մեր խումբով այցելեցինք, բավական բաներ սորվեցանք եւ գրծածից չափ ուզեցինք իրակորձել եւ գործադրել մեր վարժարանի մեջ։ Հարգորյուն, իհարկե հասկանալի է, նոր ծրագրեր են արդեն ներդրվել վարժարանում, ինչը եւս հավելյալ մոտիվացնում է աշակերտներին եւ ուսուցիչներին շարունակելու կրթությունը, բայց հետաքրքիր է վարժարանը ընդհանուր առմամբ ինչպես կարողացավ գոյատևել այս սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում, քանի որ գիտենք, որ տասնյակ հայկական դպրոցներ են փակվել այս վերջին տարիների ընթացքում Լիբանանում, նախ հետաքրքիր է ինչ տեղեկություններ ունեք, քանի դպրոցներ են օրինակ փակվել, քանի հայկական դպրոց ունենք այս պահին Լիբանանում եւ նաեւ վարժարանի գաղտնիքը, այսպես ասած, ինչպես գոյատևեց։ Լիբանանահայությունը բավական ծանր օրեր է անցած է, բավական ծանր, ինչպես քիչ նշեցինք, քաղաքական պատերազմներ է, տնտեսական պատերազմներ է։ Այժմ գործել Լիբանանի մեջ 16 վարժարան, 16 ամենօրյա վարժարան։ Հոսիետ կգուզեմ ես նշել ամենօրյա վարժարաններու եւ գիրակնօրյա վարժարաններու միջեւ, որովհետեւ ինչպես հասկացա մանավանդ այս գրթության գիտության նախարարության վերապատրաստական ծրագրին մեջ, որ դարբեր երկիները ուսուցիչներ դնորեններ կան մեր ծրագրի մեջ եւ հետերնին բավական շփումի մեջ եմ ես, Լիբանանը այն միակ Սփյուռքի քաղուտի ասենք գետրոններն է, որ ամենօրյա վարժարան ունի եւ Լիբանանի pedagogan ծրագիրներով համաձայն։ Օրինակ ուզեմ տալ, Ռուսաստանի դաշտության մեջ մենք այսօր չունենք այդպիսի վարժարան։ Հակառակ որ ամբողջ Ռուսաստանի դարածքի մեջ 2 միլիոն կամ ավել կամ քիչմբագաս հայասկի զաբակներ կան, դժբախտաբար ամենօրյա վարժարան չի գա։ Լիբանանը 10000 կիլոմետր կարագուսի է։ Այսօր գործի 16 վարժարան։ Ուրեմն վստահաբար Լիբանանի պետության ալ շատ մեծ հարկանք եւ շնորհակալություն, որ առաջին իսկորեն մանավանդ ցեղասպանության տարիներեն հետ մեզ համախմբած է pedagogan բոլոր բաշտոններում մեզի հաստուցած է, անշուշտ հայերս ապավական խելացի զարգացած անձեր էինք եւ մեծ դեր ունեցանք Լիբանանի պետությունը գառուցելու եւ շատ ծրագիրներ։ Ուրեմն 16 վարժարաններեն այսօր գործե մեկ հատը Մխիթարյան վարժարանն է, մյուսերը դարբեր համայնքներու դարբեր շատ անգամ գուսակցություններու կամ հաստատություններու կպատկանին։ Մեր վարժարանը գոյատևեց անշուշտ Մխիթարյան միապանության աշխատանքներով եւ իմաստավորի մեր մեծավորին Հերմեսովին եւ իր մեծավորներուն եւ մանավանդ լիբանանահայ բարերարներով շատ բարերարներ կան ամերիկայեն Մխիթարյան սաներունինք որ մեզի օգտակար կդառնան
արաբական ծոցի մեջ բավական լիբանանահայեր կան եւ մխիթարյան սաներ կան, որ մեզի օգտակար կդառնանք եւ Լիբանանի մեջ շատ անձեր, որոնք իսկապես կդեսնեն մեր վարժարանի աշխատանքը, մեր առաքելությունը, շատ անգամ մենք կհրավիրենք գուզենք կան դեսնեն մեր հետ ժամանակ անցնեն, մեր աշակերտներու հետ ժամանակ անցնեն, որ իսկապես գիտնան ինչ է այս առաքելությունը։ Ես շատ անգամ երբ մեր ուսուցչակազմի հետ անհատական ժողովներ կունենամ, մանավանդ երբ նյութը կա նյութականի դժբախտաբար որ նյութականը այսօր դրամը ասենք ոչինչ է, բայց շատ անգամ շատ կարևոր դեր ունի, որ մեր կյանքը կհետևե։ Գսեմ իրենց այս առաքելությունը, այս աշխատանքը առաքելություն մնե, սուրբ առաքելություն։ Եթե մեկը ուզե միլիոնադեր դառնալ կամ միլիարդադեր, հաստատ ուսումնական ոլորտի մեջ չի գնար աշխատել։ Որովհետև ուսուցչուհին արդվա ժամը 7-ին, ժամը 3 աշակերտի աչքերեն զատ ուրիշ բան չի տեսներ։ Աշակերտի միտքը կգարտա, սիրտը կգարտա, հոգեբանությունը կգարտա, ամբողջ մարմնով ֆիզիկական մազերը միջև ոտքի մատները կդրամատրի աշակերտին։ Շատ մեծ նվիրյալ աշխատանք մնե։ Բայց ամսվա վերջը դժբախտաբար այդ մեծ գումարը չէ որ կստանա, եթե մեկը ջաշարանի դնորեն լա, կամ օտելի մեջ, բանտոգի մեջ աշխատի, կամ այսօր AI-ով դարբեր աշխատանքներ կան։ Դժբախտաբար այս ոլորտը աշխարհում է բացառությունը Ֆինլանդիան է, որ շատ մեծ ձևով կգնահատե։ Մնացած երկրներում մեջ դժբախտաբար շատ գից է։ Հույսով մեծ հույս ունենք եւ միշտ կխոստանանք մենք եւ գրծածի չափ ամեն տարի իրենց արավելոք գուզենք թյուրինցնել եւ նյութական աջակցությունալ ցուցաբերել անշուշտ նախակահությամբ մեր միապանության գրծածի չափ իրենց ամսականները գուզենք լավ ձևով հասնել, որ իսկապես ուսուցիչը ինչպես 7 ժամ 3 որ աշխատի, բայց իր միտքը 24 ժամ մտահոգ է իր աշակերտներով։ Վաղը ինչպես այս նյութը այս կաղապարը հասցնեմ ես աշակերտիս։ Եվ ես ադոր շատ լավ գավադամ, որտեղ շոշափած եմ եւ ես ալ ինքս արդեն դասաբանտած եմ դարբեր դարիներ, դարբեր դասարաններով։ Ուրեմն շատ մեծ աշխատանք մնե եւ մենք ալ մանավանդ լիբանանահայ վարժանանալով մշակութային, ասկային, գրոնական դոները գրծածից շապ կուզենք տոնախմբել, որ շատ մեծ դեր կխաղա հաստատ Լիբանանի մեջ Հայաստանի տեսփանությունը, իրենց աշխատակազմը, բարոն Հյուբադոսը, որ ամենուրեք միշտ ուր որ հայկական կարևոր ցերնարկ կա միշտ ներկայ են, բարոն Սետրագը, որ յուրահատուկ անձնավորություն մնե եւ իսկապես մենք իր ներկայությունը ամենուրեք կսկանք, քաչալերանք մնե, որ բեդությունը մեր հայրենիքը Հայաստան ներկայացնող կարևոր անձինք մեր քաղուտի բոլոր հաստատություններում մեջ ներկա ալան։ Ասի շատ մեծ դեր կխաղա մեր հետ։ Մենք օրինակ բանակի օրվան արիտով արդեն 4-րդ տարին է մեր աշակերտները գառնենք Հայաստանի Հանրապետության տեսփանատուն գելենք, տեսփանին եւ Հյուբադոսին հետ կանտիբինք։ Անկախության տոնին արիտով աշակերտական ծրագիրը կպատրաստենք, վիդեոմը կամ նկարը կամ գծագրությունը եւ գուղարկենք նվեր։ Այսինքն այդ սերտ հարաբերությունը միշտ գուզենք բահվի, նամանավանդ սորվեցնենք մեր աշակերտներուն, որ այո, մենք լիբանանահայ ենք, Լիբանանի քաղաքացի ենք, բայց մենք պետություն ունենք, Հայաստան ունենք, Հայաստանի պետություն ունենք։ Այդ հարաբերությունը գրծածից չափ ամեն դարիքներու գսորվեցնենք եւ օրինակ ագուտանք, որ իրենք աշոշապեն ադորամար տեսփանություն գահանենք, որ կինդան որ ասի իրենց դունն է։ Տեսփանությունը շատ անգամ մարդիկ միան իդալական վիզան առնեմ, իդալիո տրոշագա այդպես գանսին։ Մենք կուզենք սորվեցնել մեր աշակերտներուն, որ ասի ծեր դունն է։ Եվ այդ ալ բարկաստո գրծածից շապ կարողացանք այս վերջին տարիներուն ճշտել։ Մշակութային ծրագիրներն ալ շատ անգամ հովանավորությամբ կլա Հայաստանի Հանրապետության տեսփանատան։ Գանք Հայաստան, արդեն այսօր այստեղ եք եւ մասնակցում եք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իրականացրած ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, հասկանալ ինչու եք որոշել գալ, մասնակցել եւ ինչ ակնկալիքներ ունեք այդ ծրագրից։ Ճիշտ է, Մխիթարյան վարժարանի Լիբանանի խումբը եւ Սուրիո վերջին 6-7 տարիներուն կմասնակցեին
Այս տարի չեմ գիտեր շատ լսած է ծրագրի մասին հակառակ որ ընդհանրապես դնորենն է որ գստորակրե ծրարները անունները կներկայացնե որ գրթության նախարարությունը վավերացնե անձեր եւ կարողանա մասնակցել ես ամեն տարի գուկային գսեին ուսուցիչները գստորակրեին անշուշտ մեծավորին հետ եւ գուղարգեինք այս տարի աչա որ լսած էի շատ գեղեցիկ ձևով մեր ուսուցչագազմեն երբ վերադառնային Լիբանան գսեին որ մեզի մեկ շամբա մեջ բացատրեցեք ինչ սորվեցակ ինչ ըրիք շատ դրական ձևով ես անցամբ դպավորված էի եւ անցյալ տարի 26-ին հաստատ ինչ ալլա ցանկիս մեջ ինչ ալ փոփոխություններ լա պիտի փորձեմ մասնակցել նախ եւ առաջ ցանոթանալու մեր դարբեր համայնքներու եւ երկիրներու մեջ գտնվող հայ վարժարաններով հոսե որ քիչ առաջ կուզեի եսել Գիրակնորիա միորիա վարժարան թե ամենօրյա վարժարան ուրեմն նամանավանդ գիտեի որ գրթության նախարարությունը հաստատություններու հետ համալսարաններու հետ կաշխատի եւ շատ որակյալ դասախոսներու հետ կաշխատի կհամագործակցի եւ այդ դասախոսները շատերու հետ ես երբ մեր ուսուցիչները հոսեին գրծած էի հետերնին հերացանազրույց ունենալ որ հասկանալ ընդհանուր առմամբ ինչպես է իրենց մոդեցումը եւ իսկապես շատ դրական ձևով հասկացած է որ շատ մեծ աշխատանք է որ կդարվի եթե մեկը մտածե որ այսօրվա դրությամբ կարծեմ մեր խումբը 60-65 հոգի պետք է լա միան 60 հոգի հետ գապ հաստատել հրավիրել ժամը դեղը վայրը վարժարանը յետքը շաբաթօրյա մշակութային կամ ասկային այս մեր այցելությունները որ դարբեր դեղեր pedagogan տանկարան, պատմության տանկարան եւ այլն գնենք միան ձեռակիրը եթե մեկը պիտի մտածե եւ գրե արդեն որ չափ աշխատանք է ուր մնաց այս ամբողջ խումբը բերվի նյութական անշուշտ մեծ ծախսեալ բայց հաստատ այս մարտիկը այս անձերը ուսուցիչ թե դնորեն բարի ուսուցիչ թե հայերենի հայացքության կամ գծակրության ուսուցիչ վստահ շատ մեծ ձևով եւ վերադառնան իրենց համայնքները եւ քաղաքները դրական արդյունք պիտի ունենան ես ալ որ Մխիթարյան միապանության մեջ 18 տարի դասյարակված եմ Մխիթարյան միապանությունը փոքրիկ Հայաստանն է ամեն ինչ ես չեմ ասողը մեծ գիտնականներ հոն ամեն ինչ հայերեն է ամեն ինչ հայերու համար է հոն հայերենիկ է գսվի ես ամեն օր մեր բաբերուն մեր Մխիթարյան հայերու քիրքերը տերտածած եմ աբրած եմ ադոնք եւ երբ հոսեգա դարբեր կաղապարներ ալ ունեցա որ գրնամ իրակորձել այսօր եւ վերադառնամ Լիբանան այստեղի դասախոսություններու արդյունքներով դասախոսներու իրենց դված շատ դրական եւ բացատրողական նյութերով շատ գեղեցիկ այսինքն ինչպես մենք մանուկին շատ անգամ կհասցնենք մեր աշակերտին դասախոսները որ զատված են հոյագապ շատ աղոր են եւ շատ մեծ ցանց որ եղավ այս աշակերտ ուսուցիչներու հաստատություններու եւ դնորեններու հետ որ այսօր ներկա են գրնամսել Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան, Հայաստան, Սուրիա, Ուկրաինա, Բելգիկա, Ֆրանսա, Իսպանիա, դարբեր երկրները որ հայեր կան եւ իրենք ուսուցիչներ են շատ անգամ դասերեն յետ գալ մենք գնացինք միասին խաղապարներ կփոխանակվենք կխոսենք որ ձեր դժվարությունները ինչ է մեր դժվարությունները ինչ է աշակերտներու թիվը ինչպես են ինչ ունենք որ ավելի կաչալ երենք հայ ընտանիքը որ իր զավակը ղրգե ուղարկի հայկական բաժարան իսկապես ամեն անց որ կմասնակցի այս ծրագրին իր մտահոգությունները ունի որ ինչպես պիտի բրգե հայ աշակերտը սպյուրքի մեջ Շնորհակալ եմ հարցազրույցի համար Ես զրուցում էի Մխիթարյան վարժարանի ընդհանուր տնօրեն Նարեկ Հայր Կորյուն Ժենանյանի հետ կհանդիպենք